եկաք տաղավար, մի քանի թեմաներ եք առանձնացրել, բայց երևի այսօրվա եթերը սկսենք այս հարցից, վաղ առավոտյան Պաշտպանության նախարարության մոտ բողոքի ակցիա էր, որտեղ փաստաթղթերով, քարտեզով ցույց տվեցին Սուրեն Պապիկյանին, որ իրենք խաբում են Հայաստանի ինքնիշխան տարածքը ներխուժել ադրբեջանցիները, օկուպացրել մեր ինքնիշխան տարածքից հատված, որի մասին բազմիցս խոսել եք նաև դուք։ Խնդրեմ, ինչ ունեք ասել այս մասով եւ նաև գիտեմ անդրադառնալու եք իրենց ուրախ ավտոբուսի, որը շատերի որակում կարծես մահվան ավտոբուս լինի, արդեն հպարտ քաղաքացիների վրա, վարչապետերի վրա գոռում է Նիկոլ Փաշինյանը, թոշակների մասով է վերջերս կառավարության մոտ եք, Սև արկղը այլևս բացահայտված է, սրա մասին էլ ասելիք ունեք, համեցեք։ Շնորհակալություն, այո, այս իշխանությունը, ինչպես եկել է 18 թվականից իշխանության, մենք ականատես ենք լինում, թե ինչպես հանձնեց Արցախը, Հայաստանի մի շարք կարևոր հատվածներ արդեն տարիներ շարունակ գտնվում է թշնամու ձեռքի տակ եւ այս օրերին էլ բացահայտվեց, այդ թվում նաև լրատվամիջոցներից մեկն էր շատ հանգամանալից ներկայացրել, թե ինչպես են ադրբեջանցիները շատ կարևոր դիրքեր Հայաստանի ինքնիշխան տարածքից վերցրել իրենց ձեռքը։ Դուք կհիշեք երևի, ես այս նույն եթերում, հարգելի հետևորդներ, ամիսներ առաջ էր, երբ ասացի, որ տաքսիով գալիս էի այստեղ եթերի, վարորդը, ով մասնակցել էր 25-օրյա վարժանքի, ուղղակի պատմում էր, խոսում էինք միասին, ասաց, որ Վարդենիսի դիրքերում փորձել են իրենք ինժեներական աշխատանքներ իրականացնել, իրենց չեն թողել եւ ասել են, որ այդ դիրքը հանձնվող դիրքերի ցանկում է, պետք չէ այդտեղ աշխատանքներ իրականացնել։ Այն, ինչ բացահայտեցին այդ Google Map-ով մենք տեսանք, հիմա որքան էլ Պապիկյան Սուրենը ասի, որ այդ պահին դիրք չեն գրավել, գուցե այդ պահին չեն գրավել, դրանից մեկ շաբաթ առաջ են վերցրել այդ դիրքը, կամ մեկ շաբաթ հետո են վերցրել, այդ օրը չեն վերցրել, նախորդ օրն են վերցրել, հա, ինքը չի ասում, որ ընդհանրապես դիրք չեն վերցրել, իրականում Սուրեն Պապիկյանը չի էլ հերքում, ասում է այդ ժամանակահատվածում դիրք չեն վերցրել, ինքը չի հերքում, ինքը ուղղակի ասում է, որ այդ ժամանակահատվածում, խնդիրն այն է, թե որ ժամանակահատվածում են վերցրել, այսօր առավոտյան մենք տեսանք, այո, Պաշտպանության նախարարությանը այսպես մի հաստ թղթերի պանակ հանձնվեց եւ որտեղ փաստական տվյալներ կային, որոնք ապացուցում էին, որ դիրքեր են հանձնվել։ Ինչու է այս իշխանությունը խաբում, ինչու չի ուզում իրականությունը ներկայացնել, չէ՞ որ այնտեղից ի վերջո զինվորներ են իջնում, մենք մեզանից յուրաքանչյուր ընտանիքից, բարեկամի ընտանիքից զինվոր ունի, ովքեր հետո վերադառնում են ծառայությունից, պատմում են, որ դիրքում ինչ է տեղի ունեցել, ոնց են հանձնել, ինչ են արել, չէ՞, այդպիսի տվյալներ բոլորս էլ զինվորներ ունենք, բոլորի մոտ էլ հետո այդ տվյալները նաև հայտնվում են։ Սուրեն Պապիկյանը, Նիկոլ Փաշինյանը իրենք մինչև հիմա այդքան ռիսկ չեն ունեցել ասեն, որ օրինակ ասեն ջերմուկից մի դիրք են վերցրել կամ դեռ նստած են, թուրքը նստած էր մեր սահմանի մեջ, մեր դիրքերի, մեր սարերի վրա, իրենք ասում են գնալու են, հանկարծ չմտածեք մնալու են։ Այս իշխանության պատկերը սա է, ասում են խաղաղություն է, այո, ում համար խաղաղություն, ում համար հայրենիքի կորուստ, մենք լավ տեսնում ենք, ադրբեջանցին, քիչ, քայլ առաջ է գալիս, վաղը կասեն ջուր չկա, կասեն մենք չենք տեսել, այդ ինչպես հայտնվեցին Շորժայի գլխին, Սևանի գլխին, ինչպես մտան Սևան, ինչպես մտան Երասխ, ինչպես մտան Արարատի մարզ, իրենք կասեն մենք չենք տեսել, այդ ինչպես եղավ, սողացող պատերազմով, իրենք հիբրիդային պատերազմով երկիրը այսպես կտոր հանձնում են ադրբեջանցիներին։ Դրա համար մենք միշտ ասում ենք, համահայկական ճակատը միշտ ասում է, որ այս երկրին երկիրը պաշտպանող, երկիրը պահող տղերք են պետք։ Դասալիքներ, չգիտես, եկել լցվել են, նրանք ինչ գիտեն այս հողի, այս ջրի, քարի, թփի արժեքը։
երկրի արժեքը գիտեն երկրի սահմանների համար կռիվ տված, մեր խրամատներում անձրևի ջրի տակ կանգնած տղերքը եւ առաջիկա ընտրություններում պետք է այնպես անենք, որ այս իշխանությունը գնա Ադրբեջանում մի սար կտան, իրենք կգնան գուցե եւ այնտեղ էլ կապրեն, որովհետեւ այս իշխանության ամեն ինչը սուտ է, կեղծ է, իրականության հետ իրենց որևէ քայլ իրականության հետ առնչություն չունի։ Արցախում էլ չէ, բազմիցս ասել եմ, հիմա խաղաղություն է առանց արցախահայերի։ Հիմա այո, այնտեղ շատ կոկիկ խաղաղություն է։ Ասում են խաղաղություն է մեր սահմաններում, մեր սահմանները քիչ-քիչ տալիս եք։ Քիչ տալիս եք, հետո երկրի անհասկանալի սահմաններով այդ մի հատ բրոշ խփել եք ձեր կոստյումներին, ման եք գալիս, այդ ինչ սահմանով եք կպցրել։ Այդ սահմանից քանի, որ այդ տվել եք սարքել, հետո հետ հայաց նայել եք, քանի դիրք է ադրբեջանցին վերցրել։ Ուր է հասել ադրբեջանցին։ Թե չէ այդ անհասկանալի մետաղի կտոր է, փայտի կտոր է խփել եք, մտնում եք ուրիշների վարագույրներին եք խփում, չգիտես որտեղ եք խփում, ինքնիշխանությունից եք խոսում, ինքնիշխանությունից խոսում է մի երկրի ղեկավար այսօր, չկա, դա աբսուրդ է, աշխարհում նման պետություն չկա, խոսում է մի երկրի ղեկավար, որ ինքնիշխան տարածքում արդեն քանի տարի թուրքը վերընկած է։ Խոսում է մի ղեկավար խաղաղությունից, որ այսպես քիչ-քիչ դիրքեր է հանձնում ադրբեջանցիներին։ Բազմիցս ասել եմ, դուք սուտ եք ասում, Հայաստանը խաղաղություն չի, պայմանագիր չի ստորագրել Բաքվի հետ, այլապես ցույց տվեք խաղաղության այդ պայմանագիրը։ Կամ գործով ապացուցեք, դուք ասում եք խաղաղություն, ես ձեզ ասում եմ, եթե խաղաղություն է, գնացեք Արցախ, բերեք Արցախից վերջին օրերին զոհված ընտանիքների, հարազատների աճյունները։ Մտեք Արցախ անհետ կորածների հարցով որոնողական աշխատանքներ սկսեք։ Խաղաղություն է, Բաքվի բանտեր գնացեք։ Գնացեք այնտեղ ԱԱԾ ղեկավարը գնում գալիս է, չէ, այնտեղից պատվիրակություններ եք բերում Հայաստան։ Միայն մի պատվիրակության վրա Բաքվի այդ շպիոներին, որ բերեցիք Հայաստան, 13-14 միլիոն դրամ այդ երկու օրվա համար փող եք ծախսել դրանց վրա։ Մի պատվիրակություն էլ այստեղից ուղարկեցիք, 17 միլիոն էլ նրանց վրա ծախսեցիք։ Այսպես փողերը ադրբեջանցիներին կամուն տալով, մսխելով, մեզ էլ թոշակառուներին էլ ասում, այդ 10,000 դրամը որտեղից կվերցնեն ու կօգտագործեն։ Խոսեցի թոշակառուների մասին, ասեմ, մի քանի օր առաջ համահայկական ճակատշարժման անդամներով կառավարության շենքի մոտ շատ խորհրդանշական արկղ էինք դրել, սև արկղ, որը ավիացիայում ընդունված է որպես ողջ ճշմարտության վերհանում, դրել էինք այդ սև արկղը եւ պարզաբանում էինք պահանջում կառավարությունից, որ բացի բյուջեի սև արկղը եւ մեզ ցույց տա, թե որտեղ են ընդհանրապես յուրաքանչյուր հերոսի փողը, հարկատուների փողերը որտեղ են, էլի, ուր են ծախսվում, ոնց են ծախսվում։ Օրինակ, հերոս հարկատու Սամվել Ալեքսանյանը գիտի, որ 14 միլիոն իր հարկից գնաց ադրբեջանցիներին այստեղ ուտուշ-խմուշի վրա։ Հերոս հարկատու Սամվել Ալեքսանյանը գիտի, որ իր հարկից 17 միլիոնը գնաց Ադրբեջան այնտեղ ուտուշ-խմուշի վրա։ Ինչքան ագենտներ կար, իրար հետ փոխանակվում են։ Այդ ագենտների վրա էլ միլիոնավոր գումարներ է ծախսվում։ Ակցիա ենք իրականացնում, պահանջում էինք, որ բացեն բյուջեի սև արկղը։ Փաստորեն, ֆինանսների նախարարը այդ ակցիայի ընթացքում խոսքով բացեց այդ սև արկղը, Նիկոլ Փաշինյանին ասաց, որ գիտես, թեպետ պետք է բյուջեում 26 թվականի բյուջեով նախատեսված լիներ թոշակների 10,000-ական դրամ բարձրացումը, դա չկար, բայց մենք տալիս ենք այդ բարձրացումը, ուղղակի ուզում եմ ասել, որ այդ փողերի աղբյուրը չկա, որտեղից են գալու այդ փողերը, դուք պատկերացնում եք որևէ երկրում,
է ժողովրդին։ Դե կա մի ամիս, երկու ամիս, այդ 10,000-ը տամ կտրի։ Ինչ անելու։ Գուցե եւ 1 ամիս կտա։ Ընդհանրապես 1 ամիս կտա։ Որևէ երկրում բյուջեով նախատեսված չլինի, ֆինանսների թիվ 1 պատասխանատուն ճակատ-առ-ճակատ ասի աղբյուրը չկա այդ փողերի, սրանք խափեն ասեն մենք ձեզ թոշակ ենք ավելացնելու։ Դուք խափում եք, դրա համար էլ Նիկոլ Փաշինյանը ասում էր, թե գիտեք, մենք պիտի փայփայենք այս թոշակները։ Խաղաղությունն էլ է ասում պիտի փայփայ, ինչը ֆարս է, ինքը ասում է պիտի փայփայենք, որովհետև վաղը հունիսի 8-ին կկանգնի կասի լավ չենք փայփայել, ոչ թոշակ եք ստանալու, ոչ էլ խաղաղություն կա։ Աստված մի արասե, եթե հանկարծ իրեն մեր քաղաքացիները շփոթեն գնան ձայն տան։ Եվ այս ամենի խափելով 8 տարի կոնկրետ խափելով եկել է իշխանության։ Հիմա էլ գնում է, այսպես այդ բանի ավտոբուսը առել նստել են մեջը, ինչքան երկար բան էլ տեսան, առան ու կերան, սուջուխ, չգիտես, եւ այլն։ Վերցրել են այդ ավտոբուսը, գնում են մարզեր, հոխորտում են մեր բնակիչների վրա։ Հոխորտում են այն բնակիչների վրա, որոնց հարկերով չաղ ու բախտավոր ապրում են, Թուրքի հետ ախպերություն են անում, հող են տալիս, հող են ծախում, հող են գլխներին տալիս։ Մի հատ էլ ասում են, դու ձենդ կտրի, մատ են թափ տալիս այդ մարդկանց վրա։ Նիկոլ Փաշինյան, դու գիտես, որ դու եկել ես ծառայելու, դու չես եկել հոխորտալու։ Այդ թայֆատ 200 հոգանոց խմբակը իրականում եկել է այստեղ ծառայելու, ոչ թե եկել է մարդկանց վրա բղա։ Այս մարդիկ չլինեին, դու ով էիր։ Գնում ասում, այս ասֆալտը մենք, լավ ես ասում, հորդ տնից ես բերել ասֆալտի փողը։ Բայց ինչ էր եղել, հա, ընդհանրապես քաղաքացին ասում է, որ համարտարություն ես ձեր օրոք չի կառուցվել, ասֆալտը շատ կար, շատ լսենք, հա։ Են կարևոր ստարքի ուրախ չէ, չի ստացվում բոլոր քաղաքը, չի ստացվում։ Բացարձակապես, լավը, գիտեք լավը որն է, լավը ճիշտ է էներ, որ 30 տարի որ ստարքել են, ոչի բան է չեն։ Այդ ճիշտ են արել։ Մեր այս խնդրը, որ բերել եք դրել, որ գանք ասեք, մենք կես բերան, ասեք մանկապարտը չկա, համայնքի ղեկավարը գալիս ասում 600 միլիոնով ստացում են։ Ասում բակը չկա, ասում են սուպեր, ասում են մրցիկը հայտարարված է։ Մինոտ է, այդ անալոտից իրիկու բամբասան կա, գիտեք, որ ես Դուբայում, գիտեք, որ ես Դուբայում, մինոտ է սպացի, եղբար բան մասը, չէ ջղայլանում են թող, գիտեք, որ Դուբայում տուն ունեմ, Փարիզ տուն ունեմ, բանո տուն, մինոտ է սպասիլը, Իտալիայում տուն ունեմ, միլիարդներ ունեմ, էս ունեմ, դուք էտ ամեն ինչի չգիտեք, որ ձեր Բաքուն ծրագիրը արված, մրցույթը արված շինարարություն կա, չգիտեք, որ մանկապարտ է դասարքում, էդ ոնց ա որ չգիտեք, էդ ոնց ա որ գիտեք, որ ես Դուբայում տուն ունեմ, լավ ամոթ ա մի քիչ ամոթ ա պետք, մի քիչ ամոթ ա պետք, Եվ մյուսը շատ կարճ Կաթողիկոսի մասին է խոսքը, քաղաքացիներ տեսնում են, որ իրավունք չունեք։ Հայաստանի Հանրապետությունում համահիմություն կա պիսի օրենք, լսեք, որ կարող եք խարկել, չէ որ նա նախարար չի, որ կարող եք Հայաստանի Հանրապետությունում կաթողիկոս պնիով կնի, չի կարող Հայաստանի Հանրապետության դեմ գործի։ Չի կարող լսի մի րոպե, լսի ինչ եմ ասում։ Ուրեմն Հայաստանի Հանրապետությունում պետությունից բաց է, ոչ մի բան չի կարող։ Ոչ մի բան։ Իսկ ինչ է։ Մի րոպե սպասի։ Որպես պետություն մի րոպե, ու կաթողիկոս չկա։ Ես դուք կարող ներկայացնեք միայն ձեզ, ես ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետություն։ Ես դուք վերջին բան։ Դուք
ներկայացնում եք միայն ձեզ։ Ես չեմ ներկայացնում։ Ես ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետության։ Հայ ժողովուրդ ներկայացնում եք հազարավոր հայ ժողովուրդ։ Այս պատկերն Հատիկի Ստեփանյան Ֆրունզիկ Մկրտչյանը այստեղ ներկայացել հեյ։ Այս մարդը գիտի, որ պետության հացը ջրի ուտումը ինքը պետությունն է ներկայացնում։ Պետությունը այսպես չեն խայտարակում։ Իրենք չեն ներկայացնում, իրենք պետությունը խայտարակում են։ Դե հիմա տեսեք, Փաշինյանը այս ընթացքում դադարեցրեց իրականում այդ գնում է կաթողիկոսի անունն է հլու հնազանդ լսում եկեղեցիներում, որովհետև ինքը հասկացավ, որ այս ժողովրդին կարող է սովի մատնել, պանդուխտ դարձնել, թափառական դարձնել, բայց ժողովրդի հոգին, ոգին ինքը որևէ պարագայում չի կարողանում կոտրել։ Մենք տեսանք, չէ՞, սկզբից թափառաշրջիկը գնում էր եկեղեցիներ, հիմա մարզեր է գնում։ Այս մարդը շատ ճիշտ, նորմալ հարց է բարձրացնում, ասում է, դու ով ես, որ եկել ես, ուզում ես կաթողիկոս փոխես։ Դու գնա մի հատ քո այդ 200 հոգանոց խմբակին տիրություն արա, որտեղ մատները ինչի վրա դնում են, պետության որ մի գործողության վրա դնում են, այդտեղ տեսնում ենք տանուլ տված վիճակ է։ Պարազիտ կառույցներ ստեղծել է հերթով իրար հետևից պետական փողերը ուտում են, մի հատ էլ ասում է, գիտեք, մենք որ պարգևավճար ստացանք, մենք հասկացանք, որ այդ պարգևավճարները առիթ տվեցին, որ մեր իշխանավորները շատ ավելի լավ աշխատեն։ Մեզ երկրից հանեք, երկրում ապրեք, տեսեք ինչ լավ կաշխատեք, գործ չի լինի անելու։ Իրականում Նիկոլ Փաշինյանը ոտքերը հողից կտրել է։ Իր թիմը իրեն երևի միշտ ասել է, մենք ենք կիլոյու կես ենք, գնում են մարզեր, հանդիպում են այս խայտարակությանը։ Սա խայտարակություն է։ Միտեղից իրեն վռնդում են, չեն թողնում ներս մտնի։ Միտեղից տուն է մտել, ձեռքը չի կարողամ, տղամարդը դուրս չի գալիս, որ ձեռքով բարևի իրեն։ Գնացել դռները թակում, ամոթ է, դուք որ ժամանակահատվածում եք ապրում, ինչքան պարտք եք դրել պետության վրա, դուռ եք թակում, որ ասեք ձեզ վերելակ ենք ստեղ բերել դրել։ Եվ ընդհանրապես, սիրելի ժողովուրդ, սիրելի հարկատուներ, տատիկ պապիկներ, ուսանողներ, երիտասարդներ, Հայաստանի Հանրապետության ողջ բնակչությունը պետք է գիտակցի մեկ բան. ասֆալտի փողնել է ինքը տալիս, դպրոցի փողնել է ինքը տալիս, մանկապարտեզի փողնել է ինքը տալիս, այս 200 հոգանոց խմբակի լափելու փողնել է ինքը տալիս։ Իրենք իրենցով, միայն իրենցով Արցախ հանձնեցին, իրենցով Թուրքին են բերել նստացրել մեր դիրքերի վրա։ Իրենց գործողությունը դա է, թե չէ մանկապարտեզներ ենք մենք կառուցում, որտեղ նայում ես մարդիկ ասում են հարկերի տակ կքած ենք, հարկերի տակ մարդկանց դրել եք այնպիսի հարկային բեռ եք դրել մարդկանց վրա, որ չգիտեմ փակեն, թե 3-4 հազար դրամը օրվա ամբողջ ընտանիքով լծվում են այդ գործին տուն տանեն։ Գույքահարկը դարձրել եք անհասկանալի գույքահարկ, հողի հարկ, շնչելու հարկ, քնելու հարկ, ամեն ինչի հարկ եք դրել մարդկանց վրա։ Մի հատ էլ գնում ես սենց գողականով ասֆալտը։ Այս ասֆալտը ում հաշվին եք սարքել, հորը տնից եք այդ փողը բերել։ Ախր դուք պիլասոսի վարկ փակողներ էիք, մոռացել եք դուք ով եք, հիմա եկել եք ասֆալտ եք ուզում ճտտցնեք մարդկանց դեմքին։ Ես ուզում եմ իրականում Նիկոլ Փաշինյանը այս ընթացքում մինչև հունիս ամիս շրջի մարզերում, շրջի ու հասկանա, թե ինչ ատելություն կա ժողովրդի մեջ գեներացված իր հանդեպ, ինչքան է ինքը մերժված իրականում հայ ժողովրդի կողմից, ինչ օրի է ինքը հասցրել հայ ժողովրդին։ Ես ուզում եմ Նիկոլ Փաշինյան շրջի մարզերում, շրջի իրականությունը տես, գուցե ընդհանրապես հրաժարվես ընտրություններին մասնակցելուց։ Միտեղ այդքան եղբայրներ ունես, եղբայրական պետություններ կան, ապաստան կխնդրես քո 200 հոգանոց խմբակի համար, կթողնես այս երկիրը հայավարի, մարդավարի, երկրի գինն ու արժեքը, հողի, դիրքի, սահմանի արժեքը ունեցող մարդկանցով մենք գիտենք ինչպես կպահենք մեր երկիրը։ Նորից եմ ասում, սուտ ասաների, գողերի իշխանության
ժամանակը մինչև հունիսի 7-ն է։ Կմասնակցեն ընտրություններին, հիմա չնայած արդեն խոսակցություններ են պատտվում, ասում են Փաշինյանը այս ընտրությունները, որ գնում է մարզեր, այդ հանդիպումների արդյունքները տեսնում է, փոշմանել է, գուցե եւ ասում են մտափոխվի, ոչ էլ մասնակցի ընտրություններին, որովհետեւ մարզերում ամեն ինչ որևէ մեկը կախված չի իրա, չգիտեմ, ասենք ինչ, գյուղացուն բռնի տանի կալանավորի կամ տար, ինչ կգնա մի երկու շաբաթ կնստի դուրս կգա, մարդիկ արդեն հասկանում են, էլ կալանքից էլ չեն վախենում, սուտի փչան գործերից էլ չեն վախենում, կարած քրեական գործերից էլ այլևս չեն վախեն, որովհետև շատ լավ գիտեն, որ ԿՊԱ-ական իշխանության ավարտը հունիսի 7-ն է լինելու, դրա համար են այսպես ցայտնոտի մեջ, դրա համար են այսպես ոչ միայն ինքը, այլ նաև իր այդ գրպանային ընդդիմությունը, դրանցից մեկն է Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանի կուսակցությունն է, որին չգիտես ինչու ես հիմա անդրադարձա, որովհետև շատ մարդավարի անցած օրը մոտեցել եմ, բարևել եմ, ասել եմ, որ սպարապետը, եթե հիմա կենթանի լիներ, մեծ ցավ կապրեր, որ ջերմուկի գլխին թուրքն է նստած, ինձ ասում է, դուք 5000 դրամ եք վերցրել, դրա համար է թուրք այսօր ստեղ նստած է։ Հիմա ուզում եմ Արամ Սարգսյան, եթերով ձեզ մի հարց ուղղել։ Նիկոլ Փաշինյանի այդ 600 քանի հազար ընտրազանգվածին 5000 դրամ դուք եք բաժանել։ Չէ՞ որ ջերմուկի գլխին Նիկոլ Փաշինյանն է թուրքին բերել նստացրել։ Փաշինյանի ռազմաքաղաքական իշխանությունն է բերել նստացրել։ Դուք եք բաժանել այդ 5000 դրամները։ Իմ ձեռք անձամբ դուք եք այդ գումարը տվել։ Սուտասաների թփրտոցը տեսնում ենք, գողերի թփրտոցը տեսնում ենք, ավարտը եւս տեսնում ենք նրանց իշխանավարման։ Հունիսի 7-ը լինելու է հայ ժողովրդի ազատագրման օր, լինելու է հայ ժողովրդի վաղվա օր, լինելու է արժանապատվության օր։ Սիրելի ժողովուրդ, ամեն անգամ այստեղ տարբեր եթերներից դիմում եմ ձեզ եւ ասում եմ, հունիսի 7-ին դուք մեկ գործ ունեք անելու, աղբար կխնետել ԿՊ-ի քվեաթերթիկը։ Շնորհակալ եմ ձեզ։